Թբիլիսիում քաղաքական գնահատականների թեմա է Ռայսա Յուկնևիչինի կողմից ընդունված բանաձևի այն պարբերությունը, որտեղ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին ստեղծել մեխանիզմ, որի միջոցով քաղաքացիական հասարակության ակտիվիստները, լրագրողները և ուսանողները կպահպանեն Եվրամիություն մուտք գործելու անվիզա ռեժիմը։ Ընդդիմությունը այս գրառման մեջ որևէ հատուկ կամ խնդրահարույց բան չի կարդում։ Նրանք կարծում են, որ Բրյուսելը կրկին բաժանում է կառավարությունը վրաց ժողովրդից և գրառման մեջ հանրությանը վնաս հասցնելը կանխելու քայլ է։ Մյուս կողմից կառավարությունը կարծում է, որ սա հանրությունը բաժանելու ևս մեկ փորձ է։ Եվրախորհրդարանի падգամավորը գնահատում է դա, այնպես է իշխող թիմը գնահատում Ռայսա Յուկնևիչինի հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ մինչև 2022 թվականը, մինչև ռազմական գործողություններ սկսվելը, ոչ ոք չէր խոսում արևելյան գործընկերություն երկրներով ընդլայնելու մասին, և որ հնարավորությունների պատուհանը բացվել է միայն Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Ազգային շարժումում տարաձայնությունները շարունակվում են։ Կուսակցության առաջնորդի և հիմնադիրին քննադատում է կուսակցության գործող նախագահը։ Թինա Բոկուչավան Միխայիլ Սաակաշվիլիի որոշումը Նանուկա Ժորջոլյանիին ազգային շարժման նախագահի պաշտոն առաջարկելը անվանում է իմպուլսիվ և անհամապատասխան։ Բոկուչավայի հրաժարականը կուսակցության ներսում գնահատել են որպես անհիմն։ Նշենք, որ 2 օր առաջ Թինա Բոկուչավան Սաակաշվիլիի որոշման մասին տեղեկատվությունը որակել է քաղաքական բամբասանք, սակայն ի վերջո Միխայիլ Սաակաշվիլին պաշտոնապես հաստատել է այն։ Իր հերթին Ժորջոլյանին օրվա վերջում հրապարակված գրառման մեջ նշել է, որ իրեն համարում է ազգային շարժման ճգնաժամային կառավարիչ և պատրաստակամություն է հայտնում կառավարել կուսակցությունը երիտասարդության հետ միասին։ Սաբոտաժի մեջ մեղադրվող 8 քաղաքական գործիչների դատավարությունը շարունակվում է։ Մեղադրանքի կողմը նիստում ներկայացրել է հետևյալ ապացույցները։ Հարցաքննվել է 7 ՎԿ, այդ թվում կուսակցությունների գրասենյակներում խուզարկություններ կատարած քննիչներ։ Կհարցաքննվի նաև խորհրդարանի աշխատակազմի մեկ աշխատակից։ Դատավարությանը ներկա են մեղադրյալ քաղաքական գործիչներից մի քանիսը։ Այսօր նրանք մատնանշեցին նույն գործով մեղադրյալ քաղաքական գործիչ Էլեն Խոշտարյայի առողջական վիճակի վատթարացումը և նշեցին, որ կարևոր է նրան ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել։ Էլեն Խոշտարյանն արձագանքում է իր առողջական վիճակին և պնդում, որ իր փաստաբանի կողմից տարածված տեղեկատվությունը համաձայնեցված է եղել իր հետ։ Նա այս մասին գրառել է սոցիալական ցանցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ ես պատասխանատու եմ շոթայի ճեպազրույցում ասած յուրաքանչյուր բառի հետ։ Ռեժիմի հետ ես որևէ ցանկություն չունեմ որևէ քննարկման մեջ մտնել։ Ընկերներ, ինչպես երեկ տեղեկացրի ձեզ, ճեպազրույցից հետո ինձ հետ կապ է հաստատել բանդի վարչակազմը։ Որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել, ինչպես նաև հանդիպում չի եղել բուժող բժշկի հետ, բայց ինձ խոստացել են, որ կլինի։ Հենց որ վերականգնողական աշխատանքները իրական ծրագիրը կազմվի, ես իհարկե հանրությանը կտեղեկացնեմ, գրել է Էլեն Խոշտարյան։ Գրիգոր Լիլուաշվիլիի դատավարությունը ընթացքի մեջ է։ Դատավարության ընթացքում հարցաքննվում է մեղադրանքի կողմի ներկայացված մեկ ՎԿ, ով խոսում է այսպես կոչված զանգերի կենտրոնի գործի մասին։ Պաշտպանության կողմի խոսքով, ինչպես այժմ հարցաքննված վկաներից ոչ մեկը անմիջական վկա չէ, որը կհաստատեր Գրիգոր Լիլուաշվիլիի կապը հանցավոր սխեմայի հետ։ Պետական մեղադրանքի կողմի խոսքով գործում կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հաստատում են Լիլուաշվիլիի մեղքը։ Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 23-ին։ Նա մեղադրվում է մի քանի դրվագներով։ Հետաքննությունը նրան մեղադրում է խմբի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, որը նախատեսում է 11-ից 15 տարի ազատազրկում։ Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել մեծ քանակությամբ թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև Վրաստան ներմուծելու մեղադրանքով։ Դեպքը տեղի է ունեցել Սարփի մաքսային անցակետում։ Նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ կոկաին փաթեթավորված մեկ փաթեթում։ Հանցագործությունը նախատեսում է 12 տարի ժամկետով ազատազրկում։
Թբիլիսիի դատաբժշկական և դատական բաժնի հաջողությամբ հանձնեց ամերիկյան հավատարմագրման կենտրոնի տարեկան գնահատականը։ Սա աշխարհի ամենահեղինակավոր և բարձրակարգ հավատարմագրման մարմիններից մեկն է, որ լաբորատորիաների հավատագրման միջազգային համագործակցության և միջազգային հավատագրման ֆորումի լիիրավ անդամ է։ Ամերիկացի փորձագետը մանրակրկիտ ստուգել է դեպքի վայրում գործող ստանդարտ ընթացակարգերը և դիտարկել վրացի դատաբժշկական փորձագետների աշխատանքի ողջ գործընթացը իրական միջավայրում։ Քննչական ծառայությունը ձերբակալել է 2 անձի՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման փաստի առիթով։ Հետաքննության միջոցով պարզվել է, որ մեղադրյալները Գուրիայի շրջանի Սուփսագեղից համակարգված կերպով արտահանել են իներտ նյութեր առանց համապատասխան թույլտվության և լիցենզիայի, որոնք վաճառել են տարբեր տնտեսվող սուբյեկտների։ Ընդհանուր առմամբ անօրինականորեն արտահանվել է 32,957 խորանարդ մետր իներտ նյութ, 380,804 լարի արժողությամբ և շրջակա միջավայրին պատճառած վնասը կազմում է 494,345 լարի։ Բանկիսի կիրճի մի քանի գյուղեր վնասվել են ուժեղ անձրևներից։ Ջրահեռացման ջրանցքները չեն կարողացել ջրահեռացնել առատ տեղումները, որոնք ողողել են ինչպես բնակելի շենքերի բակերը, այնպես էլ տնամեր ցողամասերը։ Շոթը Խալացանի գյուղում վնասվել է կամուրջ։ Այս պահին կիրճում այլևս անձրև չկա և համապատասխանաբար գետերի ջրի մակարդակը նվազել է։